Եվրամիությանը ձգտող Երևանը շահագրգռված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ, դեպի ուր են տանում Հայաստանի քայլերը եւ արդյոք կհաջողվի միաժամանակ նստել երկու աթոռի։ Վնաս կկրի ցանկացած երկիր, որն իր տարածքը կտրամադրի Իսրայելին կամ Միացյալ Նահանգներին, կոշտ հայտարարություն Իրանից, արդյոք Թրամփի ուղին կարող է վտանգել հայ-իրանական հարաբերությունները։ Բաքվի բողոքի նոտան Ռուսաստանի դեսպանին Ուկրաինայում Սոկարի բենզակայանի վրա անօթաչուի հարձակումը Ադրբեջանի զայրույթն է հարուցել։ Կարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարավանաձոր Տաշիր ավտոճանապարհը, որն է նրանց պահանջը։ Ավելի քան 580 միլիոն դրամ Շիրակում ժամանակակից տոհմակայան ստեղծելու համար կառավարության փորձնական նախագիծը ինչ ռիսկեր ունի, արդյոք հաշվարկել են, թե ինչպես կհաջողեն։ Աշխատանք անչափահասներին ամառապարապ չմնալու համար, որքանով են պաշտպանված նրանց իրավունքները։ Ուժեղ անհատականություն, նվիրյալ արտիստ, որի լռությունը անգամ խոսուն էր, հայկական թատրոնի եւ կինոյի մեծ կորուստը, Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը վաղն է։ Թաղման գույք, բրոնզե զենքեր եւ ծիսական զոհաբերության ենթարկված ձիու մնացորդներ Շամիրամ հնավայրում ուժ բրոնզե դարի դամբարան են գտել։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Դեպի ուր են տանում Երևանի քայլերը։ Եկատերինբուրգում Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ հանդիպմանը Փաշինյանը պնդել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ։ Օրեր առաջ էլ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների երևանյան այցի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն ու Եվրամիությունը իրար մոտ են առավել քան երբևէ, ստացել խոստում ազատականացնելու հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա ի հակակշիռ ռուսական սահմանափակումների։ Փորձագետների կարծիքով Երևանը շարունակում է եւ-ի քաղաքականությունը, չնայած Մոսկվայի պնդումներին ընտրություն կատարել Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև։ Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայան հանդիպում Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ շրջայց արդյունաբերական ցուցահանդեսում։ Ինչպես են Փաշինյանին ընդունել Եկատերինբուրգում, ինչպիսին է հայ-ռուսական պաշտոնյաների միմյանց նկատմամբ տրամադրվածությունը։ Ռուսաստանը շատ ավելի սառն ընդունելություն ցույց տվեց, դա ակնհայտ էր կադրերից։ Հայաստանի կառավարությունն ըստ վերլուծաբանների շարունակում է փորձել նստել երկու աթոռի վրա։ Օրեր առաջ հայտարարելով, որ ավելի է մոտենում Եվրամիությանը, Ռուսաստանում էլ թե իրենք շարունակելու են մնալ ԵԱՏՄ-ում։ Կփորձեն հնարավորինս երկար ձգձգել, քանի դեռ հնարավոր է եւ-ի քաղաքականությունը։ Ըստ քաղաքագետների, Ռուսաստանն այդքան հեշտ չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Դրա համար Հյուսիսային հարևանը Հայաստանից որոշակի գին կպահանջի։ Չեմ էլ կարծում, թե Հայաստանի իշխանությունները վերջնականապես կկողմնորոշվեն։ Նրանք կփորձեն հնարավորինս երկար ձգել, այլ հարց է, որ Ռուսաստանը երևի այլևս չի ձգձգել։ Ես չեմ կարծում, թե հարաբերությունների մեղմացման մասին կարելի է խոսել։ Важно, чтобы правительство Армении Միշուստինը Հայաստանի հետ բանակցություններում օգտագործեց ձևակերպումներ, ընդգծելով, որ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի նոր կառավարության հետ հարաբերությունների շարունակական զարգացում։ Այսինքն նոր կառավարություն եք, նոր ձևավորում եք վստահության նոր չափաբաժին ունեք, դե բարի եղեք, վերջապես կողմնորոշվեք։ Կուլիսներում Փաշինյան ու Միշուստին հանդիպումից հետո սպասել նոր սպառնալիքների, ճնշումների կամ սանկցիաների կիրառում Հայաստանի հանդեպ։ Վերլուծաբանների դիտարկմամբ, եթե Ռուսաստանն մտադիր լինի հերթական պատժամիջոցները կիրառել, դրանք կլինեն էներգակիրների վրա՝ բենզին, դիզվառելիք, հետո նաև գազ։ Այսինքն արդեն Հայաստանի ներմուծումը կդժվարացնի Ռուսաստանը։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարն է Մարթա Կոսը։ Սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկարներ, տեղեկացնելով, թե հայկական ծիրանից ջեմ է պատրաստել, որն ըստ նրան խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրամիությունը օգնեց Հայաստանին բացելով իր շուկան այդ արտադրատեսակներից շատերի համար։ Երբ Հայաստանում էի, Բրյուսել վերադարձած Իրանով լի հսկայական զամբյուղով, դրանցից շատերը նվիրեցի ընկերներից, մնացածից ջեմ պատրաստեցի։ Ընկերներիցս մեկը նայեց ջեմին եւ ասաց՝ ազատության տարաներ։ Կարծեցի դա շատ գեղեցիկ ձևակերպում էր։ Երբ գնաք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին։ Սա փոքր, բայց կարևոր քայլ անելու հնարավորություն է, որը կարող է օգնել հայ ֆերմերներին եւ աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը։ Գիտեք, դրանք իհարկե սուտ քարոզչական ակցիաներ են, երբ որ մենք խոսում ենք արտահանման մասին, օրինակ ծիրան, անցած տարի Հայաստանից Գերմանիա արտահանվել է 2.5 կիլոգրամ ծիրան։ Այսինքն մի փոքրակ ծիրան։ Այդպիսին հենց ավալները։ Բայց բնականաբար նրանք կփորձեն ցույց տալ, թե աջակցում են Հայաստանի կողքին են, հնարավոր է անգամ ինչ որ քայլեր անեն, հնարավոր է տեսանելի ապագայում իսկ
իսկապես Եվրամիությունը կարողանա փոխարինել ռուսական շուկան, բայց դա երկարաժամկետ ծրագիր է բազմաթիվ բարդություններով։ Եվրամիության հետ հարաբերությունների լավացման մերձեցման ֆոնին ըստ քաղաքագետների Փաշինյանի այցը Ռուսաստան ազդակ էր նաև, որ Հայաստանը չի հրաժարվում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունից։ Նույնիսկ եթե անվտանգության եւ արտաքին քաղաքական որոշ հարցերում կան լուրջ տարաձայնություններ։ Ուշադրության է արժանի նաև այն, ինչ տեղի չունեցավ։ Չհայտարարվեցին նոր ռազմավարական կամ ռազմական պայմանավորվածություններ, չհնչեցին կտրուկ քաղաքական հայտարարություններ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Սա ըստ վերլուծաբանների կարող է վկայել, որ կողմերը նախընտրել են կենտրոնանալ գործնական, հատկապես տնտեսական գործակցության վրա, այլ ոչ թե հրապարակային քաղաքական քննարկումների։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ռոսատոմն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան։ Ալեքսեյ Լիխաչովը, Ռոսատոմ պետական կորպորացիայի ղեկավարը, ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա տասնամյակներ շարունակ բավարարել երկրի էլեկտրաէներգիայի կարիքները։ Նրա խոսքով Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ը ներկայում արտադրվում է ատոմային էներգիայի միջոցով։ Լիխաչովը չի բացառել առաջիկա տասնամյակներում Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի հնարավորությունը։ Լիխաչովի դիտարկմամբ մեծ կամ միջին հզորության 1 կամ 2 բլոկը կծածկի առաջիկա տասնամյակների էներգադեֆիցիտը։ Հայաստանի կառավարությունը քննարկում է նաև փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու տարբերակը։ Իմ որպես ինժեների տեսակետը մնում է անփոփոխ, ինժեներական եւ էներգետիկ տեսանկյունից չկա այլ ընտրանք իրականում ռուսական VVR տիպի ռեակտորներից բացի։ Միակ ինժեներական եւ էներգետիկ խելամիտ առաջարկը մնում է VVR տեխնոլոգիաների օգտագործումը, իսկ դրանց լավագույն նմուշները VVR տոյի ռեակտորներն են։ Մոդուլային կայաններ շահագործելու փորձ գոյություն չունի եւ առաջիկա 5 տարիներում այդ փորձը, այսպես ասած, քրիտիկական ծավալով չի կուտակվի, որ խելամիտ որոշում կայացվի այդ ուղղությամբ։ Երևանին հասցեագրված կոշտ զգուշացում է հնչել Իրանից։ Տարածաշրջանի ցանկացած երկիր, որն իր տարածքը կտրամադրի Իսրայելին կամ Միացյալ Նահանգներին Իրանի դեմ գործելու համար, վնաս կկրի։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Հադաթ Ադելն է հայտարարել, ակնարկելով Հայաստանի տարածքով անցնող Թրամփի ուղին։ Ինչն է ստիպել Թեհրանին կոշտացնել բառապաշտարը։ Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ դեմ չէ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Պատերազմի աղմուկը չի խլացրել, գերագույն հոգևոր առաջնորդի սպանության վրեժը Իրանի ուշադրության կենտրոնից դուրս չի թողել Թրամփի երթուղին։ Սյունիքի ամերիկյան ճանապարհը, որը մեր երկրի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապը պետք է ապահովի։ Իրանին հարվածելու նպատակով է Միացյալ Նահանգները մեր հարևան պետություններում ներկայություն ապահովում եւ դրանից վնաս են կրում նաեւ այդ պետությունները։ Հուսանք դա չի լինի Հայաստանը, մեզ շրջապատող ցանկացած երկիր, որն իր տարածքը կտրամադրի Իսրայելին կամ Միացյալ Նահանգներին մեր դեմ գործելու համար վնաս կկրի։ Կապ չունի թե դա որ երկիրն է։ Հայաստանի իշխանությունը բազմիցս հավաստիացրել է, որ այս ճանապարհը Իրանի շահերին եւ երկկողմ հարաբերությունների դեմ չի լինելու։ Հույս ունենք այդպես կլինի, բայց խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանությանը եւ ազգին, որ նահանգների խաբեությանը չտրվեն։ Թեհրանում միաժամանակ նաև կարծիքներ են հնչում, թե վերջին զարգացումների հետնապատկերում Թրամփի պատվին կոչված երթուղին այլևս տարածաշրջանային օրակարգի առանցքում չէ։ Իրանցի վերլուծաբանների գնահատմամբ այն այժմ դժվար թե կարողանա էական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում ուժերի դասավորության կամ նոր քաղաքական գործընթացների ձևավորման վրա։ Պարզապես մի անգամ եւս Իրանը շեշտում է, որ ինքը դեմ է Զանգեզուրի միջանցքի։ Դուք լսել եք երբևէ Թուրքիան, Ադրբեջանը ասեն Թրամփի հազվադեպ նրանք են Զանգեզուր ասում, նրանք դա անցալում են որպես Զանգեզուրի միջանցք, որովհետև այդ բոլոր ինչ որ իրանք պահանջում էին, հենց այդպեսին է։ Հատկանշական է, որ նախքան Իսլամական Հանրապետության դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկը Հայաստանում Իրանի դեսպանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ եթե Սյունիքի ճանապարհը նպաստելու է բացառապես հաղորդակցությունների զարգացմանն ու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, ապա Թեհրանը դրա դեմ առարկություններ չունի։ Նա նաև ընդգծել էր թրիփը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Չեմ կարող բացատրեմ, գուցե տվյալ պահին նպատակահարմար է եղել, այդպես ասել։
Իրանագետի գնահատմամբ պաշտոնական Թեհրանի տարբեր ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունները պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ ընդհանուր քաղաքական համատեքստում։ Նրա խոսքով Իրանի դիրքորոշման առանցքային սկզբունքը չի փոխվել։ Իսլամական Հանրապետությունը շարունակում է պնդել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է չիրականացվի ինքնիշխանության կամ սահմանների փոփոխության հաշվին։ Ներկա դրությամբ այդ լոկ հիշեցում է իմ կարծիքով նաև ԱՄՆ-ին, որ դուք այստեղ էլ մեծ այդ խնդիր ունեք։ Փորձագետների կարծիքով վերջին հայտարարություններն առաջին հերթին քաղաքական ուղերձ են Վաշինգտոնին։ Մասնագետները չեն բացառում, որ Թեհրանը հերթական անգամ փորձում է ընդգծել Հարավային Կովկասում իր անվտանգային շահերը շարունակում են մնալ անփոփոխ։ Ինչ վերաբերում է Թրամփի երթուղու շուրջ ընթացող բուն զարգացումներին, ապա Երևանում դեռևս էական նորություններ չկան։ Ադրբեջանից հայտնում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ենթակառուցվածքային աշխատանքների ավարտական փուլի մասին, իսկ Հայաստանում այս թեմայի շուրջ դեռևս ընթանում են մանրամասն եւ խորքային քննարկումներ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Բաքուն բողոքի նոտա է փոխանցել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանին Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գործող Սոկար ընկերության բեզնալցակայանի վրա ռուսական ATS-ի հարձակման առիթով։ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյաները ռուս դիվանագետի հետ հանդիպմանը ընդգծել է, որ չնայած նախազգուշացումներին նման դեպքերի շարունակականությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին։ Ադրբեջանա-ռուսական հարաբերություններում արդյոք ճգնաժամ է հասունանում, փորձագետները համոզված են, Բաքու-Մոսկվա շփումներում էական տարաձայնություններ կան, բայց դրանց խորացումը երկու վարչախմբերին էլ այս պահին ձեռնտու չէ։ Ճիշտ ասած, սա երկրորդ դեպքն է։ Կար ջենտլմենական համաձայնություն, որ ադրբեջանական Ադրբեջանի սեփականություն հանդիսացող էներգետիկ օբյեկտները նավթավերամշակման եւ այլն ռուսերը չպետք է ռմբակոծել։ Սա կարող է լինի պատասխան Ուկրաինայի հետ Ալիևյան վարչակարգի որոշակի համագործակցության եւ Ուկրաինային ցույց տվող օգնության դիմաց։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Կարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարավանաձոր Տաշիր ավտոճանապարհը, որն է նրանց պահանջը։ Ավելի քան 580 միլիոն դրամ Շիրակում ժամանակակից տոհմակայան ստեղծելու համար կառավարության փորձնական նախագիծը ինչ ռիսկեր ունի, արդյոք հաշվարկել են, թե ինչպես կհաջողեն։ Աշխատանք անչափահասներին ամառապարապ չմնալու համար, որքանով են պաշտպանված նրանց իրավունքները։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Անկարա ժամանած Դոնալդ Թրամփին օդանավակայանում Էրդողանն անձամբ է գնացել դիմավորելու։ Ավելի ուշ երկկողմ հանդիպման ժամանակ Թրամփն ասել է, թե Էրդողանի օրոք Թուրքիան վերածվել է ռազմական ուժի, որի հետ պետք է հաշվի նստել։ Նա գովել է Թուրքիային, այն անվանելով Միացյալ Նահանգների մեծ դաշնակից։ Թրամփի խոսքով Անկարան շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման աջակցելու հարցում։ Նրանք կարող էին մտնել այս հակամարտության մեջ։ Ես լսում եմ, թե ինչպես են որոշ մարդիկ խոսում Իսրայելի հետ նրանց հարաբերությունների մասին։ Սա շատ հզոր ռազմական երկիր է, բայց նրանք դա չեն արել։ Հնարավոր է նրանք դա չեն արել իմ պատճառով, բայց նրանք կարող էին միանալ պայքարին մյուս կողմում։ Անկարա մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփը չէր բացառել Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը, նա խոստացել էր Էրդողանին լուրը հայտնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Թե ինչպես է Թրամփը շրջանցելու Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ կոնգրեսի սահմանած արգելքը մնում է անհայտ։ Հիշեցնեմ, Միացյալ Նահանգները F-35-երի վաճառքի հարցում Անկարայի առջև ռուսական S-400 համակարգերից հրաժարվելու եւ դրանք Ռուսաստանին վերադարձնելու փոխարեն երրորդ երկրի վաճառելու պայման էր դրել։ F-35-երի վաճառքին կտրուկ դեմ են Իսրայելն ու Հունաստանը։ Վերադառնանք Հայաստան, դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը եւ Գագիկ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Ծառուկյանի առանձնատանն ու նրա բիզնեսներում գրեթե 13 ժամ տևած խուզարկությունից հետո 3 նրան ձերբակալել եւ տարել էին քննչական կոմիտե։ Ծառուկյանին մեղադրում են 2 հոդվածով առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու եւ փողերի լվացմանն օժանդակելու համար։
Ցանկացած մարդ ունի նախասիրություն եւ օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չի թույլատրելի վայրերում եւ պայմաններում իրականացնել որսը առաջին հերթին։ Երկրորդը, ինչ վերաբերվում է կենդանիների պահման հանգամանքին, երևի առիթ ունեցել եք Հայաստանում լավագույն թերևս պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են եւ կադրերում երևում են, ունենալով բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների այսպես արկայությունը։ Սա Իվետ Ատոնոյանը ասել էր կենդանիների պահելու օրինական թույլտվության մասին։ Ծառուկյանի պատկանող առանձնատնից զարգրավել եւ տարբեր կենդանիների եւ թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաեւ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք ըստ քննչական կոմիտեի ճանաչվել են որպես իրեղենապացույց եւ տեղափոխվել են կենդանաբանական այգի։ Երեկոյան կենդանաբանական այգուց հաստատեցին ցերեկը տարածված լուրը, որ էգ առյուծը քնեցումից չի արթնացել։ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա։ Հաջորդ թեմայի մասին ուժեղ քամին եւ կարկուտը կրկին պատուհասել են Արմավիրի մարզին։ Գյուղացիների մարգերը կարկուտը հողին է հավասարեցրել, բերքը ամբողջովին փչացել է։ Հուսահատ գյուղացիները մայրուղի են դուրս եկել փակել Մարգարա Վանաձոր Տաշիր ճանապարհը։ Վարկերի ծանրությանը դիմանալ չեն կարող, նրանք կառավարությունից փոխհատուցում են խնդրում, նաեւ տարակուսած հարցնում, ինչու արդյունավետ չեն աշխատում հակակարկտային կայանները։ Միջգյուղական ճանապարհ է փակվել, ուրեմն նորից համայնքներում կան խնդիրներ, որոնք այդպես էլ չեն հասնում պատասխանատու պաշտոնյաներին։ Ջուրն է կտրվել կամ բերքն է փչացել, կամ երկուսը միասին, կամ էլ ինչպես այս դեպքում բնական աղետի պատճառով մարդիկ իրենց միակ եկամտի աղբյուրն են կորցրել։ Այս անգամ նորից կարկուտի պատճառով։ Օրեր առաջ Արմավիրի մարզի Վարդանաշեն, Երասխահուն, Արազապ եւ հարակից գյուղերում տեղացած կարկուտը հիմնովին ավիրել էր մարդկանց պտուղ բանջարեղենի մարգերը։ Այդ կարկտականները անցած տարվանից լուծարեցին, միջև մի կարկուտ չերեք, այդ կարկտականները չաշխատավ, կարկուտն եկավ։ Լուծարել են, տվել են համայնքներին, չգիտեմ, մի քիչ չի աշխատում, ասում եմ մեջի եղածները պետք է դա սարքելով գալիս են, նոր են որոշել, որ տվել են համայնքներին։ Հայաստանում գյուղ ոլորտի թույլ կետը, այսպես ասած Աքիլեսյան գարշապարը, հակակարկտային կայանները կարելի է համարել։ Որոշ հատվածներում դրանք աշխատում են, որոշներում ոչ։ Որոշներում էլ կրակում են եւ օգուտ տալիս։ Որոշ բնակավայրերում էլ դրանց աշխատանքը որևէ արդյունքի չի հանգեցնում։ Այս դեպքում ֆերմերները նշում են, որ նախկինում կայանի աշխատանքի շնորհիվ գոնե վնասներ նվազեն։ Օգուտ կտար, եղածը կարող էին գոնե վաճառեին։ Գործերը գոնե որոշ չափով ահագին կպահեր, ոչ թե այս իրավիճակը գլներ։ Շատ ժամանակներում ահագին օգնել է, մանդրցրել է կարկուտը, սենց չի ավիրել։ Հակակարկտային կայանների պատկանելության եւ կիրառման մասով վերջին ամիսներին շատ հարցեր են կուտակվել։ Նախ հայտարարվեց, որ փակվելու են հին արգենտինականները, որոնք տեղ-տեղ թալանված կամ փչացած են, եւ մնալու են հայկականները։ Հետո հայտարարվեց, որ պետությունը եղած աշխատող կայանները փոխանցելու է տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց ներկայացուցիչներն էլ այսուհետև պարտավոր են լինելու ապահովել դրանց անխափան աշխատանքը։ Խոսքը գնում է 154 կայանների մասին, որոնք ռադիոմոդեմային կապով են կառավարվել եւ գտնվել են հիդրոթերի ութաբանության եւ մոնիթորինգի ծառայության հաշվեկշռում եւ այս տարվա գարնանը որոշում կայացվեց, որ դրանք դուրս են գալիս պետական հաշվեկշռից, այսինքն հիդրոմետ ծառայության եւ փոխանցվում են համայնքներին։ Այս process-ները կառավարությունը պետք է ավելի վաղ սկսեր եւ ավարտին հասցներ, մինչեւ բերքահավաքի սեզոնը, երբ պտուղը լցվում է հյութով եւ մեծանում է կարկտաբեր ամպերի առաջացման ու հետեւաբար նաեւ կարկուտի վտանգը։ Սակայն ինչպես հասկացանք, ամեն ինչ արվում է նախկինի պես, շատ դանդաղ եւ առանց եղանակային պայմանների հետևանքները հաշվի առնելու։ Արդեն պայմանագրային հիմունքներով իրականացվում է այդ կայանների ձևափոխությունը, որպեսզի կարողանա համայնքը, ինչպես բազմաթիվ տեղերում կա նմանատիպ փորձ, հաջողված փորձ, որ համայնքը ինքը կառավարի։ Կոնկրետ այդ համայնքներում ընթացքի մեջ են դեռ այդ աշխատանքները, մեծ մասը ավարտված է, բայց այդ Արազապում, Երասխահունում դեռ ընթացքի մեջ է, դեռ այդ կողմի վրա աշխատանքները նոր են հասնում, Արազապում վաղուց եւ այդ եղել են նաեւ ամբողջությամբ թալանված կայաններ եւ դրանք փաստորեն զրոյից պետք է հավաքվեն։ Հիմա արդեն համենք չկա, որի ֆերմերները չունենան գյուղատնտեսական վարկեր, թեկուզ սուբսիդավորվող տոկոսագումարներով, եւ դրանք ի վերջո պետք է մարվեն։ Իսկ կարկուտը մեկ օրում կարող է զրոյացնել դրա հնարավորությունները։ Այսօր շատ ֆերմերների մտահոգության ամենահիմնական պատճառը թերևս սա է։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։
Երևանում եւ Գյումրիում կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանն են քննարկել խորհրդակցությանը, որ գլխավորել է վարչապետ Փաշինյանը։ Մասնավորապես ներկայացվել են Երևանում եւ Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից եւ ունեն կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիք, հայտնում են կառավարությունից։ Պետությունն ուզում է վերականգնել Շիրակի մարզի անասնաբուծության երբեմնի համբավը, ավելի քան 580 միլիոն դրամ արժողությամբ փորձնական ծրագիր են մշակել ժամանակակից տոհմական կայան ստեղծելու համար, որ ավելացնեն բարձր մթերատու խոշոր եւ մանր եղջերավորների գլխաքանակը։ Գյուղոլորտի փորձագետները ողջունելով ներդրումները այնուամենայնիվ հիշեցնում են, նախ ջրի եւ գյուղատնտեսական խորքային խնդիրներին է պետք լուծում տալ։ Շիրակի մարզում անասնաբուծության զարգացման նպատակով կառավարությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր շուրջ 581.3 միլիոն դրամ պետական ֆինանսավորմամբ։ Նախագծի նպատակը մարզի երբեմնի համբավի ու առաջատար դիրքերի վերականգնում է, կենդանիների գլխաքանակի ավելացման, արոտավայրերի ընդլայնման, ենթակառուցվածքների զարգացման, ժամանակակից անասնաշենքերի կառուցման, տոհմակայանի գործարկման միջոցով արտադրողականության բարձրացման հաշվին։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռնվի մարզում հիմնել ժամանակակից տոհմակայան, գործարկել բարձր մթերատու կենդանիներով համալրված եւ ինտենսիվ տեխնոլոգիաներով գործող նոր տիպային անասնաշենքեր, շրջանառության մեջ ներառել ավելի քան 10,000 հեկտար արոտավայր, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացնել շուրջ 5,000, իսկ մանր եղջերավոր կենդանիներինը ավելի քան 15,000 գլխով։ Դա հնարավորություն կընձեռի տարեկան հավելյալ արտադրել շուրջ 13,000 տոննա կաթ եւ ավելի քան 1100 տոննա բարձրորակ տավարի եւ ոչխարի միս։ Մասնագետները սակայն այն կարծիքին են, թե ծրագրի ընդունումը դեռևս չի նշանակում, որ ոլորտի երկարամյա խնդիրները կլուծվեն։ Գյուղոլորտի փորձագետների համոզմամբ խնդիրը միայն ֆինանսավորման չափը չէ։ Նրանց դիտարկմամբ Շիրակը ունենալով բարեբեր հողեր եւ ջրային խոշոր պաշարներ տարիներ շարունակում է բախվել ոռոգման եւ արդյունավետ գյուղատնտեսության հիմնարար խնդիրների։ Հիմնական պատճառները իհարկե շատ են, բայց գլխավոր խնդիրներից մեկը ջրային ռեսուրսների անմատչելիությունն է։ Այսինքն կան ջրային ռեսուրսներ, մարզում կա Ախուրյանի ջրամբարը, որը երկրում ամենամեծ ջրամբարն է, մեր ջրային ռեսուրսների զարգերակնասիրտն է, բայց հենց մարզը ունի ոռոգման խնդիր։ Հացահատիկի արտադրության մասնագիտացված մարզ է եւ անասնաբուծության։ Այստեղ հացահատիկի ցուցանիշներն էլ վերջին տարիներին որ նայում են, բերքատվության ցածր մակարդակ, մյուս կողմից ֆերմերները պաշտպանված չեն այդ գնային հարցերով։ Փորձագետները միաժամանակ ընդգծում են, որ ցանկացած նոր նախաձեռնությունից առաջ անհրաժեշտ է գնահատել արդեն իրականացված ծրագրերի արդյունավետությունը։ Նրանց կարծիքով ներդրված միջոցների արդյունքը պետք է գնահատվի ոչ թե հայտարարություններով, այլ հստակ տնտեսական եւ վիճակագրական ցուցանիշներով։ Տնտեսագիտությունը սիրում է թվեր։ Լավ եւ վատը միայն պետքա հարաբերական ցուցանիշներ վերլուծել, հասկանալ այդ ներդրանքը, որ կատարվեց այսքան միլիոնի կամ միլիարդի, մարզին ի վերջո ինչ տվեց, սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստեց, թե չնպաստեց, գյուղատնտեսությունը զարգացավ, թե չզարգացավ, իսկ զարգացավ, թե չզարգացավ, ու թվեր են փաստելու։ Բայց մենք ունենք փաստ, որ վերջին տարիներին պերմանենտ անկման ցուցանիշներ կան մարզում, բոլոր ոլորտներում։ Ոլորտի զարգացմանը ըստ մասնագետների խոչընդոտում է նաև երիտասարդների ցածր հետաքրքրվածությունը ու մասնագիտական կադրերի պակասը։ Նրանց կարծիքով, եթե գյուղատնտեսությամբ զբաղվելը չի ապահովում բավարար եկամուտ, ապա դժվար է ակնկալել, որ երիտասարդները կմնան գյուղերում եւ կշարունակեն այդ գործունեությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 1,042,000 զբոսաշրջիկ, ինչը 14.8%-ով գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը եւ ռեկորդային է բոլոր տարիների հունվար-հունի ժամանակահատվածի համեմատ։ Այս տվյալները էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է հրապարակել իր սոցիալական էջում, միաժամանակ ընդգծելով, որ խոսքը ոչ թե հերթական աճի, այլ պատմական առավելագույն ցուցանիշի մասին է։ Փորձագետները սակայն ընդգծում են, որ սա կառավարության մշակած քայլերի արդյունքը չէ։ Եթե հաշվի առնենք, որ դրանից զատ կան նաև ընդհանրեք մեկ գիշերակացի հետ կապված, հյուրանոցային ծառայությունների ինչ սեգմենտ մենք ունենք, ինչքան են հզորությունները, մարճականների քանակը կամ այդ մնացած հարցերը դրա հետ կապված, այստեղ լուրջ խզում կա, Մալեզիայից, Ֆիլիպիներից, մարդիկ ովքեր Թայլանդից ովքեր աշխատում են Էմիրատներում, չէ, նրանց մեծ մասը իրենց երկրի չեն վերադառնում։ Իրանք գալիս են Հայաստան, ամենասրճուկ պայմաններում փոխելային
ապրում եմ։ Օգտվելով ամառային արձակուրդների ընձեռած հնարավորությունից բազմաթիվ անչափահասներ առաջին անգամ մուտք են գործում աշխատաշուկա, ու քանի որ այդ պրոցեսը շատ դեպքերում ուղեկցվում է նաև նրանց հանդեպ դրսևորվող ապօրինություններով, մասնագետները հարկ են համարում զգուշացնել. աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր պետք է կնքվի գրավոր աշխատանքային պայմանագիր։ Փաստաբանները նշում են, որ մինչև 16 տարեկան երեխաները կարող են աշխատել միայն ծնողների կամ նրանց շահերը ներկայացնող լիազորված անձանց թույլտվությամբ։ Դա կպաշտպանի ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի իրավունքները։ Մասնագետները նաև զգուշացնում են աշխատանքային հարաբերությունների ընթացքում առաջացող վեճերի, չվճարված աշխատավարձերի, անհիմն ազատման կամ այլ իրավախախտումների դեպքում լռելու փոխարեն իրավունքների պաշտպանության համար պետք է դիմել դատարան։ Եթե գրավոր պայմանագիր չի կնքվում, աշխատողի թեկուզ ճակերտավոր պրակտիկա անցնող մարդու իրավունքները շատ սահմանափակված են լինում, այսինքն ինքը շատ դժվարությամբ է կարողանում բարձրացնել զարգացության բաց կամ ընդհանրապես չի կարողանում օրենքի դաշտում։ Եթե ամեն դեպքում գործատուն ինչ-որ բան խախտում է այդ դեպքում, կա երկու ճանապարհ, կամ դատարանն է, կամ երկրորդ տարբերակը առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին լինելն է։ Դեպքի հիման վրա հնարավոր է, որ գործատուի մոտ սուգումներ անի։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Ուժեղ անհատականություն նվիրյալ արտիստ, որի լռությունը անգամ խոսուն էր, հայկական թատրոնի և կինոյի մեծ կորուստը, Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը վաղն է։ Թաղման գույք, բրոնզե զենքեր և ծիսական զոհաբերության ենթարկված ձիու մնացորդներ Շամիրամ հնավայրում ուժ բրոնզե դարի դամբարան են գտել։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի, նոր օրը ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Ուժեղ անհատականություն նվիրյալ արտիստ, հայրենասեր արվեստագետ, որի յուրաքանչյուր կերպար առանձնանում է ճշմարտացիությամբ, ներքին ուժով և հուզականությամբ։ Նրա լռությունը անգամ խոսուն էր, բեմի և կինոյի վարպետ, վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի անժամանակ մահվան լուրը ցնցել է արվեստասեր հանրությանը, սակայն նրա թողած ստեղծագործական ահռելի ժառանգությունը շարունակելու է ապրել սերունդների հիշողության մեջ։ Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը վաղն է Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ուղարկավորությունը հուլիսի 9-ին։ Հայ թատրոնն ու կինոն կորցրին իրենց ամենասիրելի դեմքերից մեկին, լռեց մի ձայն, որը տարիներ շարունակ խոսում էր բեմից, էկրանից, հերոսների հոգուց։ Լռեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Նա դերասան էր, որի ներկայությունը չէր պահանջում բարձր խոսքեր, նրա խորունկ հայացքը, իմաստալից լռությունն ու արտասանված մեկ նախադասությունն էլ բավական էին, որ հանդիսատեսը հավատա նրա մարմնավորած կերպարներին։ Տասնամյակներ շարունակ Արտաշես Ալեքսանյանը հայ հեռուստադիտողի ամենասիրելի դերասաններից էր։ Նրա խաղը մարդիկ տեսնում էին թատրոնում, կինոյում եւ հեռուստասերիալներում, այդ թվում Armenia TV-ի բազմաթիվ նախագծերում, որտեղ նա ստեղծեց հիշվող ու սիրված բազում կերպարներ։ Ալեքսանյանը 1994-ից 96 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում եւ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, իսկ 1998-ից 2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում, այդ թվում Ուիլյամ Շեքսպիրի Մակբեթը։ Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին եւ հայոց մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։ Սակայն նրա մարմնավորած ամենապատասխանատու ու պատմական дерերից կարևորագույնը Գարեգին Նժդեհի կերպարն էր։ Я Гарегин Нежде, убежденный враг большевизма, посвятивший свою жизнь борьбе за свободу и независимость своего народа. Այս դերում նա պարզապես չէր խաղում, նա ապրում էր Նժդեհի գաղափարներով, նրա ուժով, արժանապատվությամբ ու լռությամբ։ Մի առիթով, երբ նրան հարցրել էին, արդյոք Նժդեհի կերպարը հոգեհարազատ է իրեն, Արտաշես Ալեքսանյանը պատասխանել էր, իսկ որ հային հոգեհարազատ չէ։ Այս բառերը լիովին բնորոշում էին նրան, հայրենասեր արվեստագետին, որը յուրաքանչյուր կերպարի մեջ նախ եւ առաջ մարդ էր փնտրում։ Հարցազրույցներում նա երբեք չէր սիրում բարձրագոչ խոսքեր ասել, ավելի շատ խոսում էր աշխատանքի, պատասխանատվության, արվեստի եւ ընտանիքի նկատմամբ սիրո մասին։ Գիտեի, հենց ծնվա գիտեի,
Պատկերացրեք, հա, տենց է։ Միքայել Նալբանդյանին հիշեցի, բայց տենց է։ Ես անբարբար մի մանուկ, երկու ձեռքս բարձեցի, իմ անզոր թևերով Էրզրումը խնդրեցի։ Խնդրում ենք չեն տալի, տեսնենք հետագան ինչ կլինի։ Գործընկերներն ասում էին, նա միշտ առաջիններից էր նկարահանման հրապարակում եւ հեռանում էր ամենավերջում։ Նրա համար դերասանի մասնագիտությունը կոչում էր առաքելություն, ոչ թե պարզապես աշխատանք։ Չնայած կերտած բացասական բազմաթիվ դերերին, կյանքում չափազանց բարի ու փխրուն մարդ էր, ասում են գործընկերները։ Գեր պրոֆեսիոնալ, գեր տաղանդավոր արտիստ էր, բայց նրա մեծությունը միայն արվեստով չէր չափվում։ Ազնիվ էր, պարզ, թեթև, ժողովրդական ու մարդկային հենց այդ հատկանիշներն էին, որ ավելի էին ընդգծում նրա մեծ անհատականությունն ու մարդ տեսակը։ Մարդկային բարձր արժեքներով օժտված մարդ էր, կարողանում էր ընկերություն անել, նաև կրտսեր սերնդի իր գոլեգաների հետ, իր խորհուրդներով, իր ուղղություն ցույց տալով, իր մարդկային արժեքներով։ Այսօր այդ ջպիտը, այդ խորը ձայնը, այդ արժանապատիվ ներկայությունը մնացին հիշողությունների մեջ։ Կյանքի վերջին օրերին դերասանը 3 օր անցկացրել էր հիվանդանոցում, նա ընդամենը մի քանի օրից պետք է նշեր իր 65-ամյակը։ Արվեստագետների տարիքը սակայն թվերով չէ, որ չափվում է։ Այն չափվում է մարմնավորած բոլոր այն կերպարներով, որոնք ապրում են մարդկանց հիշողության մեջ։ Արտաշես Ալեքսանյանը հեռացավ, սակայն նրա ստեղծած հերոսները շարունակելու են խոսել նրա փոխարեն՝ բեմից, կինոէկրանից եւ հեռուստադիտողի սրտից։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Երևան-Սևան ավտոճանապարհի Ինչարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել է եւ այսօր բացվել է երթևեկության համար, հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հուլիսի 10-ից ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման գյուղմթերքի առևտրային քանակների արտահանումը կարգելվի, ՍԱՏՄ-ից հայտնում են, որ համաձայն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցները հունիսի 24-ից 29-ը Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերել ապօրինի տեղադրված 1001 խեցգետնավորսիչ եւ 161 ձկնորսական ցանց։ Լիճ է բաց թողնվել 531 կենդանի խեցգետին։ Խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկացմամբ 2026 թվականի Սևանա լճում խեցգետնի արդյունագործական որսի չափականակ սահմանված չէ, գերատեսչությունը կոչ է անում պահպանել որսի կանոնները, միաժամանակ հիշեցնելով, որ ապօրինի որսի համար նախատեսված է վարչական եւ քրեական պատասխանատվություն։ 2026 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի շնորհիվ Հայաստանում արդյունաբերական արտադրությունն աճել է 12.2%-ով, մետաղական հանքաքարի արդյունահանումն աճել է 36.2%, իսկ վերամշակվող արդյունաբերությունը 8.6%-ով։ Չնայած պղնձի, մոլիբդենի եւ ցինկի համաշխարհային գների զգալի աճին, ոլորտի եկամուտներն ավելացել են սպասվածից պակաս, ինչին ըստ մասնագետների նպաստել են Մերձավոր Արևելքի հակամարտությունից հետո թանկացած բեռնափոխադրումները։ Գործող նոր կարգի համաձայն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերն այս տարի եւս իրականացվելու է էլեկտրոնային եղանակով։ Երբ փուլ հայտագրումն իրականացվելու է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ծնողի կողմից ստեղծված էջի միջոցով։ Քոլեջների ընդունելության առցանց համակարգը հասանելի է լինելու հուլիսի 10-ից թվայնացված համակարգում մի շարք տվյալների եւ փաստաթղթերի ներբեռնումը կատարվում է ինքնաշխատ։ Արագածոտնի մարզի Շամիրամ հնավայրում հայ-իտալական հնագիտական աշավախմբի կողմից իրականացված պեղումների ընթացքում ուժ բրոնզե դարի կարևոր դամբարան է հայտնաբերվել։ Բացահայտված առարկաները, թաղման գույքը, բրոնզե զենքերն ու ծիսական զոհաբերության ենթարկված ձիու մնացորդները նոր ուշագրավ տվյալներ են փոխանցում հնավայրի ուրարտական, հելենիստական եւ միջնադարյան փուլերի վերաբերյալ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով,
Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի մոտ 4 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 23 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 29-ից 31, Լոռիում 19-ից 22, Տավուշում 22-ից 26 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 28-ից 31, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 26-ից 30, Սյունիքի նախալեռներում 20-ից 23 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 16-ից 19, ցերեկը 28-ից 30, երեկոյան 20-ից 23 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։